Ընդհանուր առմամբ միջանձնային հարցեր է եղել, ավել չեմ կարող ասել, չեմ կարող պնդել, որ ծեծ տեղի ունեցել է։ Ոնց եղավ, պարոն Փամոչյան, որ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ծեծեց, բոլորս տեսանք, ընդ որում ինքը եւ իր խմբի անդամները։ Իսկ ձեր ԿՊԱ-ական թիմակիցը չգիտենք էլ մամուլին հավատալով ենք այդպես ասում, որ ծեծել է, տեսախցիկների առաջ եղել փաստը չկա գոնե առերևույթ, բայց նրանք կալանավորեցին, իսկ Տեր-Մարգարյանը կալանավորված Այնտեղ նույնպես քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենք դեպքերը կարող են առանձին մոտենալ դեպքերին եւ մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ, որովհետեւ այնտեղ նաեւ շատ են եւ հակառակ կողմի վրա նույնպես կա քրեական գործ։ Դուք որպես դեմոկրատական իշխանության ներկայացուցիչ ո՞նց եք այդ ամեն ինչը գնահատում։ Մենք տարբեր հարցեր քննարկում ենք։ Իսկ ձեզ ավելի վաղ հայտնի չէր դարձել, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանում ծեծել է աշխատակցի, դրան արդեն իսկ հետո նոր հաջորդել է Տիգրան Տեր-Մարգարյանի ծեծը։ Ընդ որում մի քանի հոգով նման ինֆորմացիա չենք քննարկել վարչության նիստի եւ Պարոն Փամոչյան, ամեն դեպքում արդարադատության տեսանկյունից տարօրինակ չի ձեզ համար, որպես քաղաքացի նայեք էլ այդ աչքով նայեք, որ միշտ պայքարեք արդարության համար։ Տարօրինակ չի, որ ակնհայտ ծեծի դեպքով այդ մարդը կալանավորված չի, իսկ այն ինչ որ ուղղակի ինչ որ մեկը գնացել ցուցմունք կատվել, այդ մարդուն կալանավորել։ Տեսեք, իմ աչքով նայելը մեկ այլ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Այո, դուք ինչպես նշեցիք, քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, ներկապային բոլոր անձիկ իրենց մեղքապացուցիչ չէ, իսկ ներկապահին բոլորը այդտեղ Ռազմիկ Մկրտչյանը անմեղ է։ Անգամ ուղիղ եթերով ծեծի ժամանակ, երբ որ բոլորը ուղիղ եթերով տեսել են որևէ արարք, քանի դեռ դատարանի համապատասխան դատավճիռ չկա, այդ մարդիկ անմեղ են բոլորը։ Ես առհասարակ ԿՊ-նիստի քննարկումները չեմ հրապարակում, որևէ հարցի չեմ պատասխանել։ Գաղտնի են այնքանով, որքանով, որ մեր փակ նիստն է, ԿՊ վարչության անդամներն են այդտեղ մասնակցում, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ նիստից որևէ նախադասություն։ Պարոն Փամոչյան, իսկ կբացատրեք նաեւ այն դիսոնանսը, որ օրինակ ընդդիմադիրները մատով կպտում են որևէ մեկին, հաջորդ օրը մի անգամ կալանավորվում են, կարող եմ թվել այդպես հերթով։ Օրինակ Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, Արթուր Սուքոյանի, Լևոն Քոչարյանի դեպքը, որ չէ ծեծել հակառակը 5-6 հոգով իրեն էին բռնության ենթարկել, հետո մի հոգու ցուցմունքի վրա հիմա դատումը նաև հասցրեց նստել։ Լևոն Քոչարյանը դատարան երկու օր առաջ դատական նիստ էր թե 3։ Դրանից առաջ էլի 3։ Դրանից առաջ հասցրեց մի որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնել։ Իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը, որը որ ակնհայտ ծեծում է, մենք տեսնում ենք, որ բռունցքներով ծեծում է, Արթուր Չախոյանի աչքի տակ կապտում է, մնացած տեղերը քեցվածներ կա, այդ մարդը ազատության մեջ է։ Ձեր թիմակիցը նստած է։ Նոր պատասխանեցի։ Ես նոր պատասխանեցի, որ աշխարհը առհասարակ անհարթ է։ Իսկ դրա իշխանությունը ձեր արդարադատությունը մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն։ Ոնց որ չի ստացվում։ Ասում եք դուք երևի ուղղաթիռով եք գալիս եւ չեք մտնում այդ խցանումների մեջ, դրա համար էլ ձեր մաշկի տակ չեք զգում, թե ինչ ժողովուրդ եք արվում։ Անտեղի հումորներ են, որովհետեւ ես կամ մեքենայով եմ գալիս կամ ոտքով եմ գալիս, ամեն ինչն տեսնում եք, այնպես չի որ կույր ենք, հարգելի գործընկերներ, մենք ազգ չենք տեսնում, սպասում ենք, որ դուք գաք մեզ հուշեք։ Ես նշեցի, այսինքն մենք նախապես հայտարարություն ենք արել, տեսնելով այդ ամենը, նախապես ենք 3 հայտարարություն արել, որ չի բացառվում, որ որոշ վերանայումներ տեղի ունենան, քանի որ այո, մենք էլ ենք տեսնում, որ կա խցանում։